Կառավարության նիստում ընդունված օրենքը հիմնավորվում է տնտեսությունում անկանխիկ գործառնությունների մասնաբաժնի ընդլայնման նպատակով։ Միջոցառման իրականացման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնելու սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները։ Սակայն օրենքով սահմանվում են նաև հստակ սահմանափակումներ։ Մեկ գործարքի դեպքում հետվճարի առավելագույն չափը 6000 դրամ, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական առավելագույնը 60,000 դրամ։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը համոզված է, նախագիծը չի կարող լիարժեք հասնել հայտարարված նպատակներին։ Ի սկզբանե պոպուլիստական ձևով խոստացվում էր, որ այս նախագիծը բոլոր տեսակի քարտերի վրա տարածելու է Հայաստանի Հանրապետությունը, այդպես է ներկայացնում, նաև որպես որոշակի նախընտրական խոստում, սակայն իրականությունն այն է, որ մենակ առկա համակարգի վրա է տարածվում։ Իսկ ինչի հաշվին է քաղաքացին հետվճար ստանալու։ Տնտեսագետը նշում է, թեև նախաձեռնությունը ներկայացվում է որպես ստվերային տնտեսության դեմ քայլ, իրականում այն մեծ բեռ է պետական բյուջեի վրա, իսկ օգտվելու հնարավորություն կունենա բնակչության սահմանափակ շրջանը։